Աշխատանքս եղել է տրանսպորտի ոլորտի հետ կապված մի հիմնարկում, ուղղակի այդպես մի քանի ժամով գնում էի եւ այդ Ղարաբաղյան շարժում, բան, այդ արդեն այդ ազատության, այդ բաները քանդվելու, հա, այդ շրջաններ, որ երբ որ շատ կարդում էինք, շատ փոխվում էր ամեն ինչ, նաև այդ երկաթե վարագույրը բացվում էր, հա, սկսում էինք նայել, թե աշխարհում ինչ է կատարվում եւ այլն, եւ ես համարում եմ, որ ես այդ 2 տարին, որ աշխատել եմ այդ հիմնարկում, մի հատ ինժեների աշխատանք էր, էլի, այդպես ձևական մի բան։ Այդ տարիները ինձ համար եղել են շատ լավ ինքնակրթության տարիներ, որտեղ ահա որ շատ կարդում էի, այն ժամանակ մեկ էլ ինչ պարզվեց, որ լիքը մարդիկ ունեն չտպված գրքեր, գրականություն, հոդվածներ էին թարգմանվում արտասահմանից, ռուսական այդ ամսագրերում շատ մեծ միտքեր դրվում, շատ մեծ հետաքրքիր բաներ էին տպագրվում եւ ես sense ոնց որ ասած այդ աշխատանժամերը օգտագործում էի այդ գրականությունը կարդալու համար, այդ աշխատանքը շատ պրիմիտիվ աշխատանք էր, այնտեղ առանձնապես բան չկար անելու, մեծ ազատ ժամանակ կար եւ ես այդ ընթացքում սարսափելի շատ կարդում